Աշխարհի տեխնոլոգիական միտքը կրկին կկենտրոնանա Հայաստանում, այս տարի ևս սիլիկոնյան սարեր միջոցառումը կհամախմբի հարյուրավոր մասնակիցների աշխարհի տարբեր երկրներից։ Տարատեսակ քննարկումների արդյունքում գործընկերների մոտ գաղափար կար, որ այն տարբեր փուլերով տարվա ընթացքում երկու փուլով կանցկացվի, ճիշտ եմ, պարոն Մուսայելյան, կանցկացվի եւ հունիսի սկզբին տեղի կունենա մարզահամերգային համալիրում ուրեմն էքսպո ցուցահանդես Հայաստանում արտադրված մշակված ինժեներական արտադրանքների, որի շրջանակում ցուցադրվելու են ուրեմն հայկական ինժեներական մտքի գաղափարի արդյունքները, որոնք որ մշակվել եւ արտադրվել են որպես վերջնական պրոդուկտներ։ Կլինեն նաև ֆորումներ, տարատեսակ միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 միլիոնի չափ ներդրում է նախատեսում, որպիսի իրականացվեն կազմակերպչական ծախսերը։ Ինչու էր դա կառավարության համար կարևոր, շատ պարզ պատճառով։ Մենք վերջին տարիներին քանիցս խոսել ենք այն մասին, որ վերջին տասնամյակներին Հայաստանը իհարկե կարողացել է իրեն լավագույնս դիրքավորել իբրև տեխնոլոգիական երկիր այս տարածաշրջանում եւ այն ինչ մենք ունենք իհարկե չափազանց գնահատելի է եւ ողջունելի է, սակայն մեր կարծիքով ժամանակն է, որ հիմնականում իբրև ծառայություններ մատուցող տեխնոլոգիական երկրից մենք վերափոխվենք որպես սեփական պրոդուկտներ մշակող, սեփական արտադրանք արտադրող եւ արտահանող երկրի։ Հայաստանի դիրքավորումը համաշխարհային տեխնոքարտեզի վրա հենց այսպիսին պետք է լինի, վստահ է Մխիթար Հայրապետյանը։ Երբ մենք խոսում ենք ինժեներական արտադրանքների մասին, բնականաբար այստեղ նախ եւ առաջ հատկապես վերջին տարիների ուրեմն զարգացումների արդյունքում մեր մտքին գալիս են պաշտպանական արդյունաբերության ոլորտը, որտեղ մենք վերջին տարիներին ունենք զգալի առաջընթաց, առաջխաղացում, պայմանավորված կառավարության կողմից այս ոլորտը ռազմարդյունաբերության ոլորտը ռազմավարական առաջնահերթություն ճանաչելու, համարելու եւ համապատասխան քաղաքականություններ ուղղելու ոլորտի զարգացմանը հենց այս հանգամանքով։ Ժամանակն է ստեղծել հարթակ մեր պաշտպանական արդյունաբերությունն աշխարհին ներկայացնելու համար, ասում է նախարարը։ Սա մի հարթակ է լինելու մեր պատկերացման, որտեղ բիզնեսը բիզնեսի հետ B2B ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Ֆորումի շրջանակում նաև մենք ակնկալում ենք, որ ընդհանրապես ճարտարագիտության ինժեներիայի նկատմամբ մենք կարողանալու ենք նաև ել ավելի բարձրացնել գրավչությունը եւ մղել նոր սերնդին ընտրելու այս ուղղությունը որպես իրենց համար մասնագիտություն, որտեղ կարելի է գտնել իրենք կարող են գտնել աշխատանքի նոր շուկայում եւ ստեղծել հավելյալ արժեք ամբողջ տնտեսության համար։ Հունիսի 3-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող ցուցահանդեսը հնարավորություն կտա ընկերություններին հանրային հաշվետվողականության շրջանակներում ներկայացնել տարիների աշխատանքի վերջնարդյունքը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է անձամբ ծանոթանալ հայկական ռազմարդյունաբերության ձեռքբերումներին։ Դրանք տարիների հավատ, տարիների ջանք ու ներդրում է եղել թե կառավարության, թե գիտական, հետազոտական համայնքի եւ թե բիզնեսի կողմից։ 2019 թվականից սկսած սիլիկոնյան սարեր միջոցառումն իր շուրջ է համախմբել տեխնոլոգիական հսկաների, սկզբում որպես գագաթնաժողով, այժմ արդեն առավել համապարփակ օրակարգով։ Ուրախությանս բոլորիս ուզում եմ նշել, որ այս տարի ոչ միայն հունիսի 3-ին եւ 4-ին ենք ցուցադրությունով հանդես գալու, այլ նաեւ նոյեմբերի 3-ին եւ 4-ին։ Բայց հետաքրքիր նա է, որ հունիսի 3 եւ 4-ի մեր Rise-ի կոնցեպտը ինքը բացառիկ է։ Rise-ը ոչ միայն ռազմարդյունաբերությանը կամ պաշտպանական արդյունաբերությանն է վերաբերվում, այլ վերաբերվում է մեր վերջին ուրեմն ձեռքբերումներին ճարտարագիտական ոլորտում, նորարարությունների ոլորտում, կիբերանվտանգության ոլորտում եւ այս ամեն ինչը համակցելով մենք ուզեցել ենք նաեւ ցույց տանք ֆիզիկապես թե ինչերի է ունակ հայկական միտքը։ Զուգահեռաբար ընթացող ֆորումում 3 հիմնական թեմաներ են քննարկվելու՝ պաշտպանական արդյունաբերություն, ինժեներական լուծումներ եւ կիբերանվտանգության մարտահրավերներ։ Քանի որ այս ամեն ինչը նվիրված է հայրենական
տեղական արտադրությանը մենք բանախոսներին էլ փորձել ենք ընտրենք տեղական ընկերություններից, բայց ոչ միայն հայկական ոնց որ կապիտալ ունեցող ընկերություններ են մենակ ներկայացնելու, այլ նաև վերազգային ընկերությունների ներկայացուցիչներ են ներկայացնելու ֆորումին իրենց տեսլականները, իրենց հաջողությունները, քանի որ այդ նույն ընկերությունները հենց Հայաստանում են հիմնում իրենց գիտահետազոտական կենտրոնները եւ այդ մշակույթը իրանք թողում են նաեւ Հայաստանում։ Հայկական տեխնոլոգիական արտադրանքի ձևավորումը ուղենիշ է ինչպես վտանախարարության, այնպես էլ միության համար։ Արմեն Բալդյանը համարում է, որ լուրջ արտադրանք ունենալու համար փոքր ընկերությունները պետք է համագործակցեն։ Ահա թե ինչու հարկավոր է ստեղծել այսօրինակ հարթակներ։ Այդ ճանապարհին կարծում եմ այս Rice Forum-ը շատ կարևոր դեր պետք է ունենա, պետք է դառնա հարթակ, որ ոչ միայն մենք ծանոթանանք այն արդյունքների հետ, ինչ ընկերությունները ունեն, այլ ընկերությունները ծանոթանան միմյանց հետ, գտնեն համագործակցության եզրեր եւ այս արտադրական շղթան սկսած գիտություն, ինովացիա, գիտահետազոտական աշխատանք եւ ինժեներինգ այս ամբողջ շղթան փակվի եւ մենք ունենանք արդեն լուրջ հայկական արտադրանքներ։ Հայաստանի տնտեսության մրցունակությունը ուղիղ կապված է տեխնոլոգիական զարգացման հետ, սա է ապագայի տեսլականը։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։